դեկտեմբերի 18-ին մենք գտնվում ենք, այո, մենք ակնատես ենք եղել բառս բնիմաստով պատմական օրվա։ Պատմական օր, որը եզակի է վերջին 5 տարիների մեջ, որովհետև կարանք ասենք, որ պլյուս նշան էլ է ունեցել բացի մինուս նշանից, այս դեպքում նաև պլյուսը հանգիստ կարանք ասենք խաչի նշան էլ է իր մեջ ունեցել, ասենց խորհրդանշական կերպով։ Ուրեմն, եթե հանկարծ չգիտեք, դեկտեմբերի 18-ին այն դեռևս եպիսկոպոսի կոչում կրող տիրադավները, նրանք ովքեր դավաճանել են իրենց հոգևոր հորից վեհափառ հայրապետից մինչև առաքելական եկեղեցին որպես կառույց, որոնք գիտեք համագործակցում են դե ֆակտո իշխանությունների հետ եւ ծառայում են որպես ոչ այլ ինչքան ուղղակի գործիք եկեղեցին կազմաքանդելու համար, իրենք հրավիրել էին հավաք Մայրաթորում, արդեն շատ խնդալու է, որովհետև ես այդ մարդկանց ցավոք անձնապես ճանաչում եմ մի քանիսին, շատ բան է պատկերացնել, որ իրանք տենց ինչ որ բան կանեին, բայց հրավիրել են հավաք, ընդ որում հիշենք, որ դա արել էին առանց բանի իրանց անունների, այսինքն իրանք ստորագրությամբ ինչ որ հավաք չէին արել, այլ դա հրապարակվել էր այդ հավաքի կոչը մի օր առաջ, դեկտեմբերի 17-ի երեկոյան, դե ֆակտո իշխանությանը պատկանող թերթում եւ կոչ էին արել գալ հաջորդ օրը դեկտեմբերի 18-ին ժամը 5-ին ժամերգության Մայրաթորում, որպեսզի իրենց բողոքը հայտնեն վեհափառ հայրապետից եւ կոչ անեն նրան գնալ հանգստի։ Այսինքն ոնց որ ինքը հեռանա։ Նույն ինչպես կռահում եք, ազգային դաշտի գրեթե բոլոր գործիչները, բոլոր քաղաքացիները, որոնք ունեին հնարավորություն հաջորդ օր այդ ժամին լինել Մայրաթորում, որովհետև հաշվի առնենք, որ դա աշխատանքային ժամ է։ Երիկ չի որ դա Էջմիածնում, այսինքն պետք է գնալ հասնել Էջմիածին, այլ նաև աշխատանքային ժամին է, հա, այլ մնացած բաները չեմ ասում, ցուրտը, չգիտեմ, մութը եւ մնացած բաները, բայց բնականաբար բոլորը ասեցին, ով հնարավորություն ուներ, ասեց, որ ես գնալու եմ, կարող եմ կազմակերպել, ով կուզի ինձ հետ գալ եւ այլն։ Մի խոսքով մարդիկ, հազարավոր մարդիկ գնացին Էջմիածի եւ բնականաբար այնտեղ կենտրոնացել էին ոստիկանություն, բնականաբար այդ ոստիկանությունը նաև ապահովել էր որպեսի գար, այսպես ասած, այդ տիրադավների կոչին արձագանքած մարդիկ, հա, ու քանի որ դու այդ կտորից անձնապես ասած ասած տեղում դեմ կար դեմք տեսել ես, ես կխնդրեմ որ որպես բան միանանք հիմա օղի եթերով, Անժելա դու մեզ լսում ես, հա, խնդրում եմ ասա թե ինչ էր այդ պահից սկսած շատ խնդալու է այդ էպիզոդը եղել իրականում, ուրեմն Վարուժի հետ կանգնած խոսում ենք, այդ պահին մտքովս անցավ, ասում պետք է մի հատ գնալ այն մյուս կողմը, տեսնել ովքեր են, ինչ էր դեմքերը ֆիքսել, մի հատ իրավիճակը հասկանալ, տրամադրությունները հասկանալ, այն շրջիկ կրկեսի հատվածում էլի։ Քիչ էին այդ մարդկանց, շատ քիչ։ Հա, հիմա դրան կգամ։ Մի խոսքով ես Վարուժից ես նայես դեմքիս, ասեց խնդրում եմ։ Նենց արա, որ ես շաբաթ օրը ունենամ համահաղորդավար։ Ես էլ կարմիր կուրտկայով էի շատ այսպես ֆիքսվում էր էլի ուշադրությունը մի անգամիցին վրա, բայց ես իմ ուզածը արեցի իհարկե։ Ու Վարուժն էլ քանի որ չհանդուրժեց այդ պահը, եկավ ասեց մեջքիս հետևը կանգնեց բարի իմաստով պահում էր անվտանգությունը, որտեղ ոնց շաբաթ օրը մնար առանց հավի դուշի սվարթ մի խոսքով։ Ինչ էր այնտեղ տեղի ունեցել։ Իրականում այսպես կիսած էր, երկու կողմից ոստիկանները հսկում էին ասենց պատ էին կազմել մի քանի շարքով, այս կողմում իրականում շատ մարդ էր, ու այսպես կիսած էր մյուս կողմում մուտքի մոտ, հա, պրախոդ էր բացված, ու այս կողմում մենք էինք, այն կողմում իրենք։ Քանի որ իրենք շատ չէին եւ հենց փորձում էին ինչ-որ սադրիչ բաներ անել կամ ասել, այս կողմից մարդիկ միահամուռ սկսում են բացականչել վեհափառ կամ Գարեգին երկրորդ, ռազմահայրենասիրական երգեր էին երգում, մի խոսքով լրացնում էին ամեն անգամ, այնտեղ ներվային մթնոլորտ էր բավականին, այդպես նկարահաները շատ զավեշտ տալի կադրեր էին, ինչ վարքեն դրսևորում մյուս հատվածում, բայց այստեղ ես ուզում եմ ուշադրություն դարձնել մի քանի շատ կարևոր հանգամանքի վրա։ Անկախ քանակի քչությունից, այդտեղ մի հատ այլ շատ կարևոր բան կա։ Պետական աշխատողներ եւ պաշտոնյաներ աշխատանքային օրը, աշխատանքային ժամին մեր հարկերից վճարվող մարդիկ, չինովնիկներ, տարբեր կառույցներից, սկսած մեր իմ կողմից բազմիցս իշատակված Թալինի համայնքապետից, որը այլանդակ վարքագիծ ընդեղ դրսևորեց, կամերաներ առաջ իդեպ հանցագործություն էր, այն ինչ որ ինքը անում էր, որտեղ ինքը փորձում էր խոչընդոտել
եկեղեցու ներսում տեղի ունեցող ծեսը ամեն կերպ փորձում էր ներխուժել, խժդժություններ դռների մոտ սկսեց հրահրել, հայհոյել եկեղեցու դռների մոտ, որ մարդիկ ասում էին իջի, չգիտեմ, բարձացել էր այդ սյունը գրկել էր ու անադեկվատ պահվածք էր դրսևորում։ Իսկ դա սյունը, ասենք, դա քրեական օրենսգրքով հիշեցնեմ, կարծեմ 302 հոդվածն է կրոնական ծեսերի խոչընդոտելը, причем կարծեմ հենց երկրորդ մասով պետական պաշտոնյայի կողմից։ Այսինքն կամերաները դա ֆիքսել են, բազմաթիվ ոստիկաններ ներկա են։ Ես վստահ եմ, որևէ քրեական պատասխանատվություն դրան չի հետևելու, բայց մարդը ակնհայտորեն կամերաների առաջ հանցագործությունն է կատարում։ Եվ դա մտածված սադրանք էր, որովհետև դրա հետ զուգահեռ ես ոնց որ դրա մեջտեղում հայտնվեցի, հա, մի կողմից այդ 10-ը գնացին դեպի վեհարան, դեպի դարպասներ, ու այս կողմից մի խումբ թափառաշրջիկների փորձեց ներխուժել եկեղեցի, որպեսզի խափանի ծեսը, բայց վեհապարը ասենց բացարձակ հանգիստ տոնով դրսում մի հատ կինոյա կատարվում, լսվում է ձայները, աժիոտաժ, աղմուկ, բերետներ եկան, գվարդիան արդեն, մի խոսքով խառնաշփոթ վիճակ դրսում, ու մենք լսում ենք վեհապարի հանգիստ ձայնը, որը շարունակում է առանց մի վայրկյան դադար տալու իր խոսքը, իր հոտին դիմելը, ու սենց շատ արագ իրավիճակը դրսում սկսեց հանդարտվել, որովհետև մթնոլորտն էր այլ, այդ սադրանքը ոչ մի կերպ հաջողելու հնարավորություն այդ տարբերակում չուներ, որտեղ ինչ որ իրանք փորձեցին անել, իրենց մոտ չստացվեց։ Մյուս 10-ը որ գնացին, ես դա արդեն տեսել եմ կամերայով։ Հետո տեսաձայնագրություններով եւ իմ ընկերների, այդ դու ես տեսել, այդ մասը դու ես տեսել, դու պատմի։ Այնտեղ բանում էր, ֆրոնտում էր։ Ես ուրեմն այդ հատվածը տեսա, որ նաեւ կամերաներ ուղեկցում էին, այդ 10 տիրադավերը, ես տեսնելով որ բավականաչափ իրենց աջակցողներ չեն եկել, ըստեյության ոչ ոք չի եկել բացի այդ կազմակերպված մարդկանց խմբից, մեր հայրենակիցների, որոնք այս բային այդպես մոլորված են, քարոզին տրված են, բայց իրենց նաեւ ես ընդհանրապես ստիպելով են շատ-շատերին բերել, այսինքն ոնց որ լինում է հաճախ պետական ապարատի բան։ Ուրեմն գալիս են այդ 10 եպիսկոպոսները շրջափակված բաներով, անվտանգության ծառայողները, ընդ որում ոչ թե անվտանգություն մասնավոր ինչ որ պահնորդական ծառայություն էին վարձել, այլ արդեն լրագրողները բացահայտել են, որ բաներ էին, իրանց կողքին բաներ էին գտնվում։ Ուժայիններ էին գրաժդանցի պետական ծառայողներ, այսինքն հիմա հարցը պետական ծառայողները ինչ հիմունքով են գնում մասնավոր 3 անձի բան։ Հիմա ասենք եթե ես վաղ գնամ, չգիտեմ, բաների համար, թութակների համար ցույց անեմ։ Օրինակ ինձ գալու են թութակների ցույցի ժամանակ անվտանգության աշխատողները կողքս sense կանեն բանով, փակեն դեմքները փակ, մասկաներով, բալակլավաներով բան, ինձ անվտանգությունը ապահովելու են թութակ չսիրողներից, հա, երկը չէ։ Այսինքն այդտեղ հարցը նշանակում է, որ այդ ամեն ինչը պետությունն է, դե ֆակտո իշխանությունն է կազմակերպում, բառի ուղիղ իմաստով։ Ուրեմն իրանք եկան, փորձեցին ենթադրում մտնել վեհարան, տեսան, որ վեհարան մուտք հնարավոր չէ, նախ որ ժողովուրդ կա, երկրորդը որ դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։ Գերեւի կյանքից տեսած ամենախղճուկ տեսարաններից մեկն է, Անժելա, անկեղծ եմ քեզ ասում, որ ասենք թվում է թե ինչ անցած ճանապարհ, վաստակ եւ այլն ունեցող մարդիկ, ինչ որ sense այդ բաներով անվտանգության անդեմ բառի ուղիղ իմաստով, հա, անդեմ մարդկանցով շրջափակված, որ իրենց ոչ ճանաչում են, ոչ հարգում են, ոչ մի բան, ուղղակի իրենց պետք է այդ բանին այդ անվտանգությունը ապահովել, ապահովում են։ Իրանք sense կանգնած, ուրեմն ռուպերով այդ բանով, բարձրախոսով, փորձում են ինչ-որ տեքստ կարդալ, այդ տեքստը ոչ լսվում է, ոչ իրանք գիտեն այդ երևի տեքստի բովանդակությունը, ինչ-որ կոչ են կանում վեհապարին, ես ինչ-որ sense մի հատ անիմաստ բան։ Իրանք խլացնում է ժողովուրդը, գոռալով վեհապար, գոչելով եւ ոնց որ իրենց աջակցությունը հայտնելով վեհապարին։ Եվ իրենց ասելով այն ինչ-որ այդ բային իրենց ամենաշատներ, այսպես փաստորեն, իրենց արածին համապատասխանում ասում էին հուդաներ, դավաճաններ եւ այլն, ու ասենք, ես գիտես ինչ եմ մտածում այդ բային։ Մտածում եմ հետեւյալը, էլի։ Նորից ասում, իրենցից մի քանեսին ճանաչում եմ։ Ասենք դու ինչ պիտի այլ կորցնելու ունենաս, որ օրինակ քո ամենագլխավոր տունը, որտեղ դու քնել ես, արթնացել ես, հաց ես կերել, օծվել ես, ծառայել ես, այդ տուն չկարանաս մտնես ինքնուրույն մեկ,
առանց անվտանգության։ Երկրորդ գլխիկոր, երրորդ հազարավոր մարդիկ քեզ գորան հուդա։ Ինչ պիտի էլի ավելի թանկ քո համար լինի, որ դու հանուն դրա գնաս այտենց բաներ։ Վերջում քեզ նստածնեն գազել ու ճամփեն։ Ու ամենավերջի տեսարանը, ու այստեղ մենք էլի պիտի մասնագիտական բանի մեջ մտնենք, երբ որ իրանք այդ տապալում են այդ կտորը, ժողովրդի բոլորի առանց բացառության, այստեղ պետք է բոլորին ասել շնորհակալություն, ովքեր այնտեղ ելեն զուսպ, քրիստոնեաբար եւ միևնույն ժամանակ հաստատական այդ մարդկանց ուրեմն գոչուն էին երկու այդպես գլխիկոր նորից այդպես անվտանգությունով շրջափակված ասենց արագ գնացին ու այդ լրագրողները ֆիքսել են այդ կտորը ոնց են իրանք նստում սպիտակ գազել բարի ուղիղ իմաստով մեքենա ու իրանք կազմակերպված տեստանում են ու ես այդտեղ ոնց որ իմ աչքերի առաջ մի անգամից եկավ այն բանը մեծ ծանոթ Ադրբեջանից այն տեսարանը որ այնտեղ կան չէ այդ ֆիկտիվ բանը ավտոբուս մուխալիֆետին ավտոբուսային ընդդիմությունը այն որ չկան ընդդիմություն չկա, բայց պետք է մեկ-մեկ ցույց տալ, որ իբր երկրում կա ընդդիմություն, դեպուտատներ կան ընդդիմադիր եւ այլն, այդ падգամավորներին կազմակերպված ավտոբուսով ինչ որ տեղ տանում են ու բերում են։ Այ հիմա սրանք փաստորեն այտենց fake կեղծ դարձան բանը, հոգեվոր դաս, հա? Եւ այդ տեսարանից ինքդ, ասենք որ դու հետո նայես էլի, ասենք եպիսկոպոս ես կամ արքեպիսկոպոս ես, չգիտեմ էլի, ասենք այդ 8 հոգիներ, 7 հոգիներ, չէ՞ այնտեղ։ Ասենք որ դու տունը նայես, արա դու ինքդ չես վատս գա, որ դու գազելով գալիս ես, քեզ ավտոբուսով բերում են, ավտոբուսով տանում են, մինչդեռ առաջ դու գլուխդ բարձր քայլում ես ու ժողովուրդը քո հետևից թափորով գնում էր։ Ես այդ իմ աչքով եմ տեսել։ Ոնց էր, ասենք Միքայել Սրբազանը դուրս գալիս Գյումրիում, քայլում էր այդ ժամերգության, բոլորը գիտեին այդ բանը։ Ժողովուրդը ասենց հետևից քայլելով գնում էր։ Այդ սրբազաներից մի քանիսը ես դա տեսել եմ, էլի նույն ձևի էր, ժողովուրդը իրենց գալիս էր, ուզում են իրենց խոսքը լսել, իրենց միտքը լսել։ Արա էդի դուք թողել եք։ Այդ բանը, այդ սրբազան բանը դուք թողել եք, դուք գնացել եք, ինչ եք ընտրել, ոնց եք դա ընտրել։ Եվ այս իմաստով դա իրոք նաև իրանց անձնական հերթական պարտությունն է։ Ոչ թե հələ մի կողմ էլի, որ դա տապալվել է դե ֆակտո իշխանությունների պլանը, այլ նաև իրանց անձնական, նաև մարդկային տապալումն ա եղել։ Արա դուք ոնց եք այդ քայլին գնացել։ Ձեր աչքի առաջ իբր ձեր կողմնակիցը կանգնում է մայր աթոռի հազարամյա բարիս բուն իմաստով սյան վրա մայր օթորի այն գլխավոր sense հենարաներից մեկի վրա այդ քարի վրա այդ որը մենք համբուրում ենք ես համբուրում եմ այդ քարը ամեն անգամ արա դրա վրա կանում ու հայյանքա տալիս եկեղեցուն բա դու եթե իրոք ուզում ես ինքնամաքրվել եթե դու ուզում ես եկեղեցին բարնոքել դու դրա հետ հաշտես այսինքն դու որ տեսնում ես որ չգիտեմ էլի բան օտարի բրոդա քոկողը հապատակների բան ոնց են ասում արշավանքների ժամանակ ասենք չէ մողոլները օրինակ չէին կպնում վանքերին որովհետև ասում են սա հավատի տուն է կապ չունի որ մեր հավատինը չի բայց չեն կպնում դրան արա հիմա գալիս են կանգնում են տաճարի դռները կոտրում են մարդիկ ու դու իբր եպիսկոպոս ես չգիտեմ Կճոյանն է ով ուզում է լինի էլի արա դու դա նայում ես կոմոդ դա չի առաջացնում խնդիր դա կոմոդ որպես լավ պատկերացնենք որ դու ազնիվ մղումներ ունես էլի ենթադրենք դա կոմոդ չի առաջացնում խնդիր որ արա ես ինչի մեջ եմ մտնում ես իմ թեկուզ ազնիվ մղումը նայ ոնց են օգտագործում դու պետք է գլխիկոր այդ բան ծնկաչոք թաթա դարպասներից մինչև մայրաթորի դուռը քայլես ու բան ապաշխարություն խնդրես այն ամեն ինչը ինչ որ իրենք փորձեցին անել մայրաթորի մոտ այդ ոչ եկեղեցու առողջացման ոչ մի անի հետ կապ ոչ մի բանի հետ կապ չուներ հա եւ այստեղ ինձ ուղեցին որ 209 հոդվածն է իրականում դա բայց իրական չի դա հանցագործությունը իմացողները գիտեն ես ուզում եմ գնալ այդ թեմայի մեջ մի քիչ առաջ խոսել առհասարակ էմոցիոնալ ֆոնից եւ միջավայրից հետո այո որովհետեւ մեր կողմում կանգնած մարդիկ ասենց կուր ձիգ զուսպ հանգիստ խոկուն ես դեռ այդ բառը կօգտագործեմ լրիվ այլ մտնոլորտ էր հա այսպես համար կանգնած մարդիկ գիտեին ինչի համար են այդտեղ եկել իրանց այդպես ավտոբուսներով չէին բերել բրախել հա մարդիկ իրենց ոդկով եկել են հասել էին գիտեին ինչի համար են այդտեղ իրենց մեկ էր ցուրտ է մութ է պրոբլեմատիկ է այդտեղ հասնելը բացարձակ այդ մարդիկ նպատակաուղված գիտեին ինչի համար են այդտեղ գտնվում երբ որ
մյուս կողմի վրա էին նայում այդ պետական աշխատողներին, տարբեր կառույցների, որոնց տիպողաբար այդտեղ մի մասին բերել էր, մի մասն էլ աշխուժակներ տարատեսակ այդտեղ եկել էին երևալու համար, որպեսզի ցույց տան, որ այո, իրենք հավատարիմ են իրենց առաջնորդին, շատ sense տեսել ես էլի ինչ դեմքի արտահայտությամբ էին իրենք տարածքը լը։ Քո ռիլի շնորհիվ, հա, դու շատ լավ ռիլ էիր սարքել այդ այս կողմի ժողովրդի ինչքան զարյաժնն էր, որտեվ գիտակցաբար հասկանում էր ինչի համար է այդտեղ գտնվում։ Ու այն կողմի ժողովուրդը դες գլխի կոր տխուր, իրականում ես չեմ չարախնդում հիմա, որովհետև ես հասկանում եմ, որ սա վերջը չի, հա, սա ինչ որ տենց մեծ հաղթանակ չի։ Սա երկարաժամկետ պայքարի մի դրվագն է, այո։ Դրվագներից մեկն է։ Այո, իրենք չկարողացան իրենց ուզածին հասնել, բայց միայն այն փաստը, որ ես Մայրաթորի տարածքում կրկին տեսա հազարավոր ոստիկանների, իդեպ ես չգիտեմ ոնց այդպես ստացվեց ինչ որ պահի, երբ որ դուրս էին բերում ոստիկանական ուժերը, մարդկանց այս կողմ էին տանում, ոստիկաներին այս կողմով էին դուրս բերում, ու ես հայտնվեցի այստեղ մեջտեղում կանգնած, ու 4 կողմիցս են շարքով ոստիկաններ են գալիս, որ դուրս գան ասենց ԱԳՊ-ին մյուս կողմի դարպասներից։ Ու ես ասենց կանգնած եմ 4 կողմից, ոնց ֆռում եմ, այսինքն ին վրա շարքերով ոստիկաններ են գալիս, բավականին տհաճ երևույթ է, զգացողություն է, դու մենակ դες կանգնած ես 4 կողմդ հազարավոր ոստիկաններ են, ու քանակը երբ որ ես տեսա իրական, որտեղ մեծ մասին մենք այդտեղ տարածքում չէինք է տեսնում, չէինք է պատկերացնում, որ այդ քանակությամբ, մենակ ֆորմայովն եմ ասում, իսկ ինչքան կային գրաժդանսկիով, հա, ոստիկաններ ու տարբեր ուժայինների ներկայացուցիչներ։ Ինչևէ, երբ որ սկսեցին դուրս գալ, տեսնում ես ինչքան ոստիկաներ Մայրաթորի տարածքում ու ինչի պարզ չի, որովհետև ինչ որ անհասկանալի նամակ հանձնելու արարողության բան էինք մենք ականատես էինք այդ օրը, որը էլի չստացվեց, օքեյ, ինչ որ զբրոդ, որը եկել էր այդտեղ հայհոյելու, շատերը adekvat չէր իրանց վարքը, ակնհայտ, չգիտեմ, կամ գինով ցած էին, կամ ինչ որ ուրիշ բաների նյութերի ազդեցության տակին հասկանալի չէր, բայց ակնհայտ տղամարդիկ, որոնք դժվար թե այդքան փող ունենան, որ Ալեքսի ասացի, բայց ակնհայտ adekvat չէին։ Տղամիջին տարիքի ինչ որ տղամարդիկ նույնիսկ եկան սկսեցին կռվի բռնկվել եւ այլն, ճիշտ է, ոստիկանները մի անգամից տարան են կողմ, բայց ակնհայտ երևում էր էլի այդ մարդկանց վարքագիծը նորմալ չի։ Իրանք вообще խնդիր չունեն, այսինքն կարմիր գիծ չունեն, նորմա չունեն, բարոյական։ Մարդը եկեղեցու վրա է բարձրանում։ Ինչ կարմիր գիծ։ Դա չկա կարմիր գիծ։ Ու նույն Երևանի քաղաքապետարանի աշխատողներ կային խումբ տարբեր կառույցների, որոնք այդտեղ ուղարկվել են, առհասարակ շատ տարօրինակ են այդ Երևանի քաղաքապետարանի աշխատողները, ես իրենց տեսնում եմ անընդհատ ու ամեն օր Երևանից բացի, այսինքն այդ մարդիկ իրենց գործը անելու տեղը աշխատանքային ժամին իրենց իմ հարկերից վճարվող աշխատավարձ ստացող մարդիկ, ես իրենց մեկ Գյումրիում եմ տեսնում, մեկ Էջմիածնում եմ տեսնում, մեկ Հովանավանքում եմ տեսնում, ասում եմ այդ մարդիկ ամենուր են Բացի բուն իսկ Երևանի խնդիրները են, որ սկսես թվարկել, միջև լուսաբաց կնստես կխոսես դրա մասին։ Այն մարդիկ իրաց գործը չեն անում, բայց աշխատանքային ժամերին, ու ես վստահ եմ, էլի, հիմա որ ասես ինչ գործ ունեին, որովհետև դա էլ է իրանց աշխատանքային ժամերին, իրավունք չունեն այդ մարդիկ։ Պետական աշխատող են, իրենք իրավունք չունեն այդտեղ գտնվելու։ Բայց կարող եկել են փորձի փոխանակման, ինչպես կառավարել Երևանը, Էջմիածնի օրինակով։ Ում հետ, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատողները դա չեն տեսել դեպ։ Եկել են, գիտեն, չէ՞ որ վեհապարը լավ է կառուցել, լավ է շենացրել Մայրաթորը, եկել են տեսնել կանաչապատումը տեսնել, հա։ Գային Երևանում անեն։ Գիտես քո ասածին երկու բան էլ շտրիխել ավելացնեմ, էլի զուտ էմոցիոնալ, կիսվել եմ արդ եղել, սրանով կիսվելու եւ իմ ընկերների եւ նաեւ եթերով այլ տաղավարում ես երկու բան եմ այդ պահին զգացել։ Մեկը որ այնտեղ այդ օրը կար համաժողովրդական բառից բնիմաստով միասնություն։ Այսինքն դու էլ ես տեսել, այնտեղ կային տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր ուժերի ներկայացուցիչներ, արևմտամետներ, ռուսամետներ, մարդ, որը ԿՊ-ի ցուցակով պատգամավոր էր առաջ դրված եղել եւ այլն, բայց չդիմանալով այդ ամեն ինչին, որ ախպեր էսի չի տեղավորվում, որ շատ ուզենանք էլ քաղաքական բանի մեջ չի տեղավորվում, էլի դուք կպել եք մեր գլխավոր սրբության սրբոցին, էլ դրանից ավել էլ բան չկա, էլի
չկա, այն կողմ էլ ուրիշ բան չունենք։ Ասենք Արցախը հիմա ոնց որ այսպայն ժամանակը որ թեման կողպել են, մնում է բանը, Արարատը կպան, մնում է Մայրաթորից այն կողմ էլ ինչ չկա ոչ մի բան։ Հիմա դրան կպնելը դա մարդուս, եթե դու ինքը մի քիչ իրան հայ է համարում, իր մոտ արդեն ավտոմատ դա ռեակցիա է տալու։ Եվ այդ օրը այդտեղ եկել էին բոլոր մեր հասարակության հնարավոր բոլոր շերտերից, բոլոր խմբերից, շահերի, հետաքրությունների, ամեն ինչից, ամեն տեղից։ Բոլոր տեղերից մարդիկ կային ուսանող, դասախոս, ահել, ջահել, գործարար, չգիտեմ, վարորդ, բոլորը։ Ես կարծում եմ հենց մարդկանց մեծ քանակներ, որ թույլ չտվեց սադրանքը իրականանալ։ Վստահ ու եւ սադանը, գիտես, եւ քանակությունը եւ որ ոչ պակաս կարու է, ինչ որ դու նշեցիր, մարդկանց գաստությունը։ Ես քիչ տեղերում եմ տեսել, որ այդ չափ զգաստ լինեին, այդ չափ ձիգ լինեին, այդ դրան մոտ, այդ սյաների մոտ, որ 3-4 ժամ անդադար գոռալ վեհապար, անդադար։ Ասենք այն մեր այլ տարբեր մենք իրար տեղել ենք համարա բոլոր փողոցային ակցիաներին, ցույցերին։ Ես դες բան չեմ հիշում, որ հետևողական մարդիկ, որովհետև ախր դա էլ բան չի էլի, դա ինչ որ տենց լոզունգ չես ասում, դու սրտիդ բխածն ես այդ բանին ասում։ Եմ ասում ամեն հայի սրտից բխած, չէ՞։ Հիմա այ լրիվ այդ նույն բանն էր։ Ուրեմն մեկը միասնություն էր, որը պետք է օգտագործել բոլոր հնարավոր ազգային հարցերի լուծման համար։ Եվ սրա համար առաջին հերթին պատասխանատու են նաև քաղաքական գործիչները։ Այսինքն իրանք պիտի տեսնեն, որ չկա բան ռուսամետ, արևմտամետ, կենտրոնամետ, հյուսիսամետ, հարավամետ, չկա տենց բան։ Ժողովուրդ, էս չենք պահում, չկանք մենք։ Այդ մեր արևմտամետությունը, ռուսամետությունը իմաստ չեն ունենում այլևս։ Մեր մշակած ծրագրերի A թե B տարբերակները իմաստ չեն ունենում, եթե էս չկա։ Դրա համար պետք է առաջին հերթին պահպանել ազգային արժեքները միասնական ջանքերով, հետո նոր տարբերություններ դնել։ Եվ երկրորդ զգացողությունը։ Երբ որ դե անընդհատ ասում ենք, չէ՞ որ գնանք, պաշտպանենք վեհապարին, պաշտպանենք եկեղեցին եւ այլն, այդ անընդհատ մեր բոլորից բերանին է այդ խոսքը, այդ միտքը։ Երբ որ վեհապարը այդ ես եկեղեցու դրսում էի, ցավոք չէի կարող ներս մտնել, շատ մարդ կար, անհնար էր մտնելը։ Երբ որ վեհապարը սկսեց բարձրախոսով տեքստը իր ասել, կոչը փաստացի իր անել, հա, իր հավատավոր զավակներին ամբողջ բոլորին ընդվում նաև իմջերոց տեքստում տեսել ես, դիմելը նաև այս տիրադավներին ասելով հետ եկեք, ես ձեր հայրն եմ, ձեզ կընդունեմ, հա։ Երբ որ այդ բարձրախոսով խոսում էր, այդ աղմուկը հատուկ այդ սադրանքն արեցին, այդ բանը, կոչը, ինքը մի վարքյան ձայնը չերերած, մի վարքյան։ Ու այդ խոսքը որ ասեց, ես սենց այդ պահին հեռախոսը ձեռքս էր, սենց բան եմ եղել, սարսռացել եմ տեղում, ես ասեց եկեղեցու ներսում լսվող այս աղմուկը չի կարող կասեցնել մեր առաքելություն եւ մեզ հետ պահել մեր գործերից։ Անկեղծ եմ ասում, ես չգիտեմ վեհապարը նախապես այդ տողը գրած էր իր տեքստում, չէ, ես կարծում եմ, որ գրված չի եղել, ենթադրում եմ։ Բայց այդ իր խոսքը, անկեղծ եմ, ինձ ինձ մի հատ հանգստություն է պատճառել այդ պահին։ Հերիք չի ես եմ լծվել, այլ ես այդտեղ հասկացել եմ հետեւյալ միտքը։ Վեհապար հայրապետը մեր ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի։ Մենք ունենք իր պաշտպանության կարիքը։ Այսինքն վեհապար հայրապետի պահապանը Տեր Աստվածն է։ Ինքը օծված է միածնա H, չէ, H միածնում է։ Ինքը Աստծո օրհնյալն է։ Իրան ինչ պաշտպան, ինչ պիտի լինի վեհապար հայրապետին։ Նրան, ով որ Աստծո օրհնությունն է իր վրա կրում, նա ով որ կրում է իր վրա 1700 տարվա այդ սրբազնացված մյուրոնի ազդեցությունը։ Ուրեմն բոլոր իմաստներով վեհապարը իր դիրքում է, իր տեղը, իր խրամատը պահած է։ Եվ այդ անկախ ինձանից երկրորդ այսօրվա պատմական համատություն անեմ, հիշեցեց 1918 թվականի Գևորգ Կաթողիկոսի հայտնի խոսքը, երբ որ գալիս են սպաները, հա, գալիս են ասում են վեհապար թուրքական բանակը գալիս հասնում է Իջմիածին, արի քեզ տեղից հանենք, տանենք ավելի ապահով տեղ, որ չգրավեն, դու չդառնաս թիրախ, չգերեվարվես։ Ու Գևորգ Կաթողիկոսը ինչ է պատասխանում այդ մայիսյան հերոսամարտերից առաջ։ Ասում է, եթե իմ ժողովուրդը ունակ չէ պաշտպանելու իր հայրապետին, թող ես մնամ ու ստեղել զոհվեմ։ Մնում է Իջմիածնում, դրանով բանակին հավելյալ ուժ է տալիս, եւ ընդհանրապես մի քանի շաբաթների ընթացքում մայիսյան հերոսամարտեր, ոսմենան բանակի փաստացի պլանների ձախողում ու հանրապետության ստեղծում։ Այսինքն վեհապարը այս իմաստով իմ մոտ այդ իր այդ մի հատկապես մի նախադասություն, անկեղծ եմ քեզ ասում, անկախ ինձանից այդ պատմական անալոգիան բերեցի։ Ոստեղ ընդհանրապես կարևոր չէ։ Հավատում ես դու
Տեր Աստծուն թե աթեիստ ես։ Դու, չգիտեմ, ընդունում ես Վեհափար Հայրապետի գահակալման տարբեր տարիներին այս կամ այն արածի այս դրվագը կամ չէ։ Սիրում ես եկեղեցու այս նոր դիզայնը թե չէ։ Ընդհանրապես դրա մասին չէ։ Այդ հայոց պատմության ու հայկական պետականության հավաքական այդ բանի խորհրդանիշներ։ Եվ դա այնքան ուժատվել, որ դրանով հնարավոր է իսկապես լիքը բան անել։ Եվ ես ակնկալում եմ, որ մենք բոլորս, ով որ տեղ գտնվել է, ով որ հերակա հետևել է, հազարավոր մարդիկ 11000-ով դիտում էին, մեկնաբանում էին, նամակներ էին գնում, արտասվում էին, մենք այդտեղ տեսել ենք, սենց ասած այն, որ Վեհափարը իր խրամատը չի լքելու։ Իր տեղում մնալու է։ Ուրեմն մեզ էլ մնում է նույնը։